Բարև ձեզ իմ շատ սիրելի ժողովուրդ, իհարկե խոսում ենք համեմի մասին։ Համեմը եւ առողջարար է այսպես որպես բջջանյութի քանակություն։ Համեմը այսպես օգտագործելով, իհարկե ամեն երկրում չկա, որ այսպիսի համեմ լինի, ամեն երկրում չկա, որ այսպես հոտ ունենա, հրաշք հոտ, ընտիր հոտ եւ ընտիր է։ Արի, դու էլ հոտ քաշի տես, հոտը ինչ լավն է։ Մի խոսքով այս պետք է օգտագործել յուրաքանչյուր աղցաններում անընդհատ։ Աղցանը անում ենք եւ ավելացնում կտրտում մի աշխարհ համեմ, որպեսզի կարողանար բջջանյութի չափից ավելի մեծ քանակություն օգտագործել, որովհետեւ բջջանյութը ինքը շատ առողջարար է առողջության համար, հենց ստամոքսը մաքրում է։ Պատկերացնում եք, ստամոքսը մաքրելով այնտեղից հեռացվում է, կլանում է սպոնգի նման բոլոր վատը, բոլոր թույները, բոլոր ոչ վիտամին աղեստամոքսային տրակտի եւ բացի այդ խթանում է աղիների աշխատանքը, որպեսզի փորկապություն չլինի ամեն օր ձեր աղիները գործում են։ Իսկ դա շատ կարևոր է։ Ես ուզում եմ ասել նաև այն միկրոէլեմենտների եւ վիտամինների նաև քանակությունը, որը նույնպես շատ լավ է ազդում մեր օրգանիզմի վրա եւ մեր լյարդը այն շատ ավելի լավ է կարողանում մարսեցնել, որովհետև լյարդը համարվում է ամենամեծ օրգանը աղեստամոքսային տրակտի, դրա համար յուրաքանչյուրս պահը չենք կորցնում, մանավանդ այս պահին շատ հաճույքով ուտում ես, շատ թարմ, շատ ընտիր դուրս է եկել բոլոր տեսակի կանաչիները, ընդ որում համեմը։ Տեսնում եք, մեր թութակին էլ է դուր գալիս իմ խոսքը եւ լուռ է մնում, որպեսզի ես խոսեմ։ Սիրում եմ ձեզ։ Թութակն էլ է սիրում ձեզ։